ցողունային բջիջներ։ Լսել եք այս մասին։ Ամենաշատ ցողունային բջիջները կան այդ բորդալարի գելի մեջ, որը կոչվում է Wharton gel, այնտեղ են եւ ամենաշատ ցողունային բջիջներ կան նաեւ մեր ճարպային հյուսվածքի մեջ, որում որովայնի հատվածի ճարպային հյուսվածքում ավելի շատ են ցողունային բջիջները, քան այլ հատվածի ճարպի մեջ։ Մենք աշխատում ենք համ մազաթափության հետ, համ ծերության հետ, համ կակրաս այդ սպիերների հետ։ Տարածաշրջանում միակն եք, որը ունի լաբորատորիա, ով կկարողանա պորտալարից դուրս բերել եւ կլոնավորել այդ ցողունային բջիջները, որոնց մասին խոսում ենք։ Ոչ միայն պորտալարից, իհարկե, այո, միակն է, ցանկացած հյուսվածքից, որտեղ կա ցողունային բջիջ, մենք կարող ենք անջատել։ Կլոնավորել տերմինը այս պարագայում մի քիչ ճիշտ չի օգտագործել, մենք ցողունային բջիջները անջատում եւ շատացնում ենք առանց իրենց գենետիկ ինֆորմացիային գտնելու։ Իրենց ուղղակի շատացում ենք։ Յուրահատկությունը էս է։